Իմ հյուրը հրապարակախոս խմբագիր Վաչե Բրուտյանն է, ողջույն պարոն Բրուտյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր հրավերին համար։ Այսօրվա թիվ 1 թեման մեր ոչ միայն մեր տաղավարում, այլև այլ տաղավարներում եւ նաեւ հասարակության մոտ դա եկեղեցին է եւ այնինչ կատարվում է եկեղեցու ներսում, եկեղեցու շուրջ, հարցակում եկեղեցու վրա, վեհապար հայրապետը գտնվում էր Ֆրանսիայում, շատ ջերմ ընդունելություն ստացավ եւ վաղը վերադառնում է Հայաստան եւ կան մտավախություններ, որ կարող են նրան հենց օդանավակայանում ձերբակալել։ Նաեւ մի շարք ես տեսա քիչ առաջ մեր մամուլում, որ մեր հայրենակիցներ գնալու են օդանավակայան, որպեսզի թույլ չտան դա անել։ Նայած թե Բաքուին ինչ հրանք է գացել։ Նայած թե որտեղից։ Բաքուին ինչ հրանք կա։ Բաքուից։ Այո։ Կոբեական խունտան պիտի վարվի ամբես ինչպես ինչ հրանք որ կստանա Բաքուին, այդպես պիտի վարվին։ Եթե հրանքա որ պետք է օդանավակայանում սերբակալեք, պիտի փորձեն սերբակալել։ Բայց եթե հրանքա որ հիմա չէ հետո, մի քիչ հետո, չսպասեն։ Բայց օրակարգում կաթողիկոսին ձերբակալելու, հետո կալանավորելու խնդիրը ամենամենայնիվ կա։ Նայեցեք, ադիգա հարցը հետևյալն է։ Այս կոբեական խունտան, որ իմ համոզումովս քիչ առաջ դուք շատ ճիշտ բնորոշեցիք, Բաքուին եկած հրանքները փաթեթավորող, անոնց PR ընող, անոնց նշանակած ղեկավարներն են։ Դարձած են անոնց հլու հնազանդ գամագադարները։ Եվ ուրեմն որբեսի այդ ծրագիրը հաջողությամբ ընթանա, այսինքն թուրք-ադրբեջանական առանցքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականանա եւ այդ նպատակն է Հայաստանը քաղաքականապես զերոյացնել, ուրեմն պետք է Հայաստանի մեջ գործող բոլոր թիմատության օջախները, բոլոր թիմատության գեդերը, լանանոնք ինստիտուտներ, լանանոնք քաղաքական խմբավորումներ, գուսակցություններ, կամ անհատներ, ուրեմն բոլորը պետք է չեզոքացվին։ Այդ թիմատության օջախները պետք է ջզմվին։ Եվ ուրեմն այս քաղաքականությունն է, որ գվարի այս իշխանությունը։ Եվ դրված է լարով, որ մեր եկեղեցին հոգեմտավոր, մեր ժողովրդի հոգեմտավոր, ասենք թիմակիցի հիմնական ողնաշարը կներկայացնի։ Ուրեմն պետք է այդ ողնաշարը չարթել։ Այդ ողնաշարը չարթելու համար կան բազմաթիվ տակտիկական քայլեր։ Սրբազաններու Աչաբահյան սրբազանի, Պակրատ սրբազանի ցեպագալությունը, իրենց նկատմամբ թադական անհեթեթ մեղադրանքները, Աշակ սրբազանի գալանավորումը, Արաքածոտնի թեմի առաջնորդի եւ Գաթողիկոսի թեմը սկսած այս բոլոր հարցակումները, ինչքան ալ հագարակը բնթե Արամ վեհապարը անհատներու թեմ ուղված քայլեր չեն ասոնք քաղաքականորեն հստակ ուղղվածություն ունեցող քայլեր են, որոնք կմիտին մեր եկեղեցին չարթել իբրև մեր ժողովրդի հոգեմտավոր ներուժի ողնաշարը։ Այս ողնաշարը պետք է չարթել, նաև ասնույն դրամապանության մեջ գինա այն արշավը, որ այս իշխանությունները սկսան Սամվել Ղարաբեդյանի մեր ցևով քաղաքարին դեմ, բարձրապես Սամվել Ղարաբեդյանին չսա, որ մենք մեր ցևով պիտի մասնակցենք եկեղեցին պաշտպանելու գործին։ Եվ ամիջապես խորհրդարանի փեմեն արժանացավ Սահակ Ածականին խունտայի ղեկավարին կողմէ։ Ասնույն քաղաքականության հետևանքն է այն հալածանքը, որ գդարվի բոլոր ինտիմատիներու թեմ, Թաշակցության թեմ, Արմեն Աշոտյանը դարիներով կաշկշվեցավ եւ այլն։ Դուք Արամ առաջին հիշատակեցիք, ինչու է նա կարծում, որ դա եկեղեցու դեմ չի, անհատների դեմ է, թե ինչպես է։ Դժվարանամ հարցումին մարասանը։ Այսինքն նա ըստ ձեր կարծիքով լավ տեղեկացված չէ, թե այնուամենայնիվ ինքը կարծում է, որ խնդիր կա մեր եկեղեցում։ Ես կգազեմ, որ առաքելական եկեղեցում։ Եթե իմ եւ քո նման սովորական մենք մարդիկ ենք, որ մենք ոչ մեկ pedagogan հանգամանք ունենք, ոչ քաղաքական ղեկավարության հանգամանքներ ունենք եւ լավադեղյակ ենք այս հարցերին,
ես կենթադրեմ որ ինք եւս դերյակ է այս հարցերեն մնացածի մասով բան չեմ գնալ Չեք կարող ասել այո Հիմա եթե ասենք վերցնենք այս սցենարը որ կաթողիկոսին ձերբակալեցին թեկուզ վաղը կամ չգիտեմ մի ամիս հետո ինչպես դուք ասեք երբ որ Բաքվից հրահանգը կա արդեն ժամանակն է բայց ամեն դեպքում սպասելի է որ դա տեղի կունենա մինչև ընտրություններ հետո ինչ է լինելու Այսինքն այդքանով ավարտվում է միսիան իրենց առաքելությունը չէ հետեւյալն է Չէ որովհետև ըստ էության մեր եկեղեցու կանոնակարգով չեն կարող չէ ասենք կաթողիկոսին ասենք լավ ինքը հրաժարական տվեց իրավունք չունի այսինքն ինչ է լինելու կաթողիկոսի տարան ասենք KGB ըստ էության KGB-ն դառնում է նստավայր վեհերան այո այնտեղ կան եւս եպիսկոպոսներ ինչ է ստացվում նայեցեք այսինքն KGB-ն է դառնալու մեր հոգեվոր կենտրոնը ինչ է դառնալու հիմա մենք միասին գժբդինք, բայց իրավես շատ ողբերգական իրատություններ որ դուք կնկարագրեք։ Այս խունտան գտեսնենք շատ հստակորեն, որ ամեն կողմը ֆրանսերեն գսեն carte blanche ունի։ Այսինքն ազատորեն գործելու լրիվ ամբողջական ազատություն դրված է իրեն։ Արևմուտքը այդ իմաստով լրիվ իրեն ազատություն տված է թուրք-ադրբեջանական առանցքը իր թիկունքին կանգնած է որովհետև իր գամագադարներն են այս մարտիկը եւ ուրեմն այս իշխանություն այս խունտան ոչ մեկ քայլի արչեւ գնա գանք առնել ոչ մեկ սրբություն ունի իրավական նույնիսկ իրավական ոչ մեկ արգելք ունի ինքը այս մարտիկը որ սահմանատությունը ոտնագողեցին, օրենքները ոտնագողեն ամեն քայլափոխի, իրենք հրճակած են օրենքեն վեր։ Եվ Հայաստանի սահմանադրական գարկը դաբալած են։ Սահմանատությունը իշխանության 3 ուժերու փոխադարձ հարաբերությունները եւ յուրաքանչյուրին անկախությունը գերաշխավոր է բոլոր զարգացած երկրներում այդպեսի SMS-ով խորհրդարանը վերածված է իշխող խունտայի գծորդին թադագամ իշխանությունը համագարկը դժբախտաբար 90%-ով վերածված է այս իշխանության գծորդին եւ ասիգա սողո ես չեմ խունտայի շեֆը ինք հայտարարել չէ հրաբարագին վրա Գա Հայաստանում մի թադավոր գարայինց ոչսի հայդարարությունողը ոչ Արթուր Սահակյանները Այսինքն հիմա ինքը նոր կաթողիկոս է նշանակել Ամեն բան գրնա անել նշանակելու է Ամեն բան գրնա անել ինքը նույնիսկ գրնա հերավոր քյուղում քահանան բերել եւ կաթողիկոսական դեղաբահ նշանակել եւ ասիգա քանթելու եկեղեցին քանթելու բարակտելու իրեն համար շատ հարմար ծև է իր նպատակը անձերը չեն, իր նպատակը ի վերջո բայց այդ անձերը խորհրդանիշներ են, ինստիտուտներ կներկայացնեն։ Իր նպատակը այդ ինստիտուտը քանթել է։ Այո։ Հիմա տեսեք, քիչ առաջ էլ խոսում էինք մեր եթերի ընթացքում այդ մասին, դուք ճիշտ նկատեցիք, բացի թուրք-ադրբեջանական այդ տանդեմից, հրահանգները, որ իջացնում են, թե ինչ անել եկեղեցու հետ, Սփյուռքի հետ, ազգային արժեքների հետ, նաև մենք տեսնում ենք, որ այդ այսպես կոչված այսպես մարդու իրավունքներ եւ այլն իրավապաշտպան կազմակերպությունները որոնց հովանավորները գլոբալ այսպես լիբերալ գլոբալիստական ուժերն են իրենք ձայն չեն հանում եւ օրինակ եթե լիներ օրինակ մեր այդ ձերբակալված կանոնավորված սրբազանները լինեին համասեռամոլներ հաստատ կխառնվեին չէ նախ Նիկոլ Փաշինյանը չէր համարձակվի նրանց ձերբակալել որովհետեւ նրանք պաշտպանված են այդ լիբերալ գլոբալիստական ուժերի կողմից Եվ երկրորդ, եթե համարձակվեր ամեն դեպքում, քանի որ թուրքերը դա պահանջում են, հաստատ մենք կլսեինք եվրոպաներից, այդ իրավապաշտպան կառույցներից։ Նայեցեք, արևմտյան քաղաքական մտածողության մեջ Ռեյգանի օրերուն հետևյալ բանացևում մգար։ Երբ որ խոսվեին օդար բռնադերերու մասին, կսեին, որ he's a son of a bitch, but he is our son of a bitch։ Ինք շանորդի է, բայց մեր շանորդին է։ Ամեսո կարևոր չէ թե ինչ կանցնի գտարնա, կարևորը ան է, որ
իշխանության գլուխ եղածները դվյալ երկրի մեջ մեծ ուժերու գամագադարներն են, թե ոչ։ Այնքան ադեմ որ տուն իրենց գամագադարն ես, քեզի ամեն ինչ թույլատրված է։ Հիմա այս բարակային Հայաստանի իշխանության ղեկին տարած այս խունտան օտարներու օրագարկը առաջ տանող արևմուտքի եւ թուրք-ադրբեջանական առանցքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եւ Կովկասի մեջ առաջ տանող ուժ է։ Բայց ինչու՞ մեր հասարակությունը դա չի հասկանում։ Տեսեք, ասում ենք թուրք-ադրբեջանը հասարակությունը մենք պետք չէ մեղացնենք։ Հասարակության հետ աշխատիլ պետք է։ Այսինքն մենք սխալ ենք աշխատում։ Բավարար չափով չենք աշխատում հավանաբար։ Տեսեք, մի հատ պարզ բան ասեմ։ Նիկոլ Փաշինյանը հենց որ եկավ իշխանության, իրենց քաղաքականությունն այն է, որ մենք տեսեք հիմա էլ իրար հետևից այսպես շոկաթերապիայի է ենթարկում մեր հասարակությանը, չէ՞։ Ուրեմն սրբազանների ձերբակալության կալանավորման արանքում Արցախի մասին այդ նյութերն հրապարակում թվալով, որ մինչև սրա մասին խոսենք, մի հատ ուրիշ բան ենք գցում, դրա մասին մոռացանք, արդեն հաջորդով տարվանք, հետո այդպես 7 տարի շարունակ։ Բայց ես լավ հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քահանաներին ուղղակի դուրս տշեցին, կներեք այդ բառի համար, բայց դուրս տշեցին դպրոցից եւ վերացրեցին այդ հայր մեր աղոթքը։ Հայոց եկեղեցու պատմությունը հանեցին ուսումնական ծրագրերի եւ մի շարք այլ բաներ։ Հիմա փոխարենը ինքը տրանսգենդերներին տարավ մցրեց ազգային ժողով։ Նույնիսկ մեկի մասին ֆիլմ նկարեցին, Մելեր, եթե չեմ սխալվում։ Հիմա այդ մարդը ուզում է նորոգի եկեղեցին։ Այսինքն մեր ժողովուրդ այդքան կարճ հիշողություն ունի, որ 7 տարվա ընթացքում թե կարողանում են հեշտությամբ մոլորեցնել, իրենք ավելի լավ են մոլորեցնում։ Հրաշալի են իրենք մոլորեցնելու արվեստին գադարելապես դիրացած են։ Մանիպուլյացիայի արվեստին հետ իրենք անմրցելի են։ Իրենք անմրցելի են։ Նայեցեք։ Արևմուտքի մեջ հետևյալ մտագարույցը գոյություն ունի։ Արևմուտքի քաղաքական մշակույթի մեջ, որ ինչ որ գուզես անել, ադոր հագարագին փաթեթավորումը պիտի նախ պատրաստես, որբեսի թույլ չտաս որ մարդիկ ադոր թեմ թիմացրեն։ Օրինակ համար, եթե գուզես փոքր ինքնաշարժներու կորզածությունը արգելել, օրինակ համար գսեմ, փոքր մեքենաներու կորզածությունը արգելել, օրենք մը պիտի մշակես, որուն անունը պիտի տնես, փոքր ինքնաշարժ քշելու առավելությունները։ Բայց օրենքով դու հագարակն է որ գնես։ Սկսիկ անունեն այս խունտային քաղաքացիական պայմանագիր։ Քաղաքացիական պայմանագիր social contract, որ ասի գուկա Ժան-Ժակ Ռուսոյի օրերեն կոնտրատ սոցիալ, այսինքն ընկերության մեջ, մարդկային ընկերության մեջ ներքին համերաշխության ստեղծում։ Այդ համերաշխությունն է հիմքը դվյալ հասարակության, գայունության եւ փառքավաճումի։ Բայց այս մարդիկը որ եկան, իրենց այդ քեղեցիկ անունով առաջին իսկ րոպեին սկսան հասարակության մեջ չրբաժաններ ստեղծելու։ Այսինքն ընկերային պայմանագիր գնքելու քաղաքարի քաղաքական փիլիսոփայության վրա իբր թե հիմնված հակառակն են անում։ Ուրեմն իրենց բոլոր քայլերը գմիդին չլադելու համար հասարակության ներքին գաբերը եւ ստեղծել քաոս, ստեղծել լարվածության օջախներ։ Մենք գիտենք, բոլորս գիտենք, որ այսօր Հայաստանի մեջ, նաեւ Սիբիրքի մեջ ստեղծված է իրավիճակը, ու այս հագաթությունները թափանցած են ընտանիքների ներս։ Եղբայր եղբորեք չի խոսի։ Մայրը աղջիկան հետ չի հարաբերի։ Եվ հիմա եկեղեցում են եւ ասիկա տարածենք մեր ամբողջ համագարկի մեջ, ասկային, ընկերային եւ ասկի համագարկի մեջ մեծ թրվածքով պիտի տեսնենք, որ նույն բանն է որ դեղի ունենա։ Հետեւաբար մեզի բաքսողը ասորտեմ իբրև հագակայլ պիտի աշխատի ստեղծել ասկային ներքին համերաշխություն։ Ասկային ներքին համերաշխություն ստեղծելու համար պիտի հաստատես հիմնական օրագարկերը 1, 2, 3 օրինակի համար։ Ընտիմությունը մեմը որ համացանություն կոյացնի ինքն իր մեջ իր հասարակած օրագարկի գեդերը հստակացնի, բյուրեղացնի, այլ ադով վրա պետք է աշխատի ընտիմությունը։ Ընդդիմությունը կամերաների առջևից եւ տաղավարներից պետք է գնա գյուղեր, փողոցներ, քաղաքներ, դռներ ծեցի եւ ավելի շատ one on one, հա, ոնց էր ասում։ Սևերը շատ են, բայց դեմ առ դեմ հանդիպում եւ զրույցներ։ Բայց կարևորը այն է որ հասարակած օրագարկի գեդեր ստեղծվին, որովհետեւ ադոր
Ատկեզատ ինտիմատիվ յուրաքանչյուր ուժ գնա աշխատիր ինքն իր աշխարհայացքը առաջ մղելու, իր քարոզությունը, իր սեփական քարոզությունը առաջ տանելու համար հարց չի գահոն, բայց աս քանի մը գեդերու շուրջ պետք է անխախտ կերպով բոլոր միասին մեկ մարդու պես այդ գեդերուն շուրջ աշխատին, որովհետեւ այդ համերաշխությունը ստեղծվի։ Այո, անհամերաշխությունը արդեն Նիկոլ Փաշինյանը իր սև գործը արեց նաև եկեղեցում, որքան մենք այսօր այսպես կաթողիկոսին աջակցությունը գերակշռող է, ամեն դեպքում կարողացավ փոկել, թեև վատ մասերը փոկեց, բայց այդ մարդիկ ունենալով Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի իշխանության աջակցությունը շարունակելու են անգամ են շարքային կարգալուց եղած քահանան արդեն տիրապետում է եկեղեցուն նույնը ասենք մնացած առաջնորդներ եւ այլ, այսինքն իրենք շարունակելու են այդ գույքին եկեղեցուն տիրություն անել, նաեւ անօրինական ուրեմն ինչ են ասում պատարակներ անել եւ այլն։ Հիմա վերջերս մենք հրապարակեցին 10 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների նամակը վեհապարին, որ կոչ են անում հանգստի կոչվել, այսինքն ըստ էության ասում են գնա։ Ես ուշադրությամբ կարտացի։ Պետք է լինի դա, ինչ պետք է լինի եւ սպասվում է ուրեմն եկեղեցական ժողով է սպասում 10-ից 12 է։ Այսինքն որն է մեր ձեր ակնկալիքը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Պետք է նրանց կարգալուց անել, թե պետք է եւս մեկ անգամ շանս տալ։ Նայեցեք, ես այդ նամակը շատ ուշադիր կարտացի։ Այո։ Մի քանի անգամ կարտացի։ Ես ճանաչեցա այն դպավորությունը, որ այդ նամակը քրողը կամ քրողները հոգեվորականներ են։ Որովհետև հոգեվորականները, երբ որ գքրեն, իրենց լեզվամտածողությունը մինչև իսկ բարաբաշարը ուրիշ է։ Ասիկա գրված է շատ հավանաբար խունտայի աշխատակազմի ղեկավարության գրասենյակի մեջ։ Հայաստանի իշխող խունտայի վարչակազմի աշխատակազմի գրասենյակի մեջ խոնգրված էր։ Սա մեկ։ Երկրորդ եկեղեցին ինք նաև իբրև գառույց ապրող օրգանիզմ է։ Եվ իբրև այդպեսին ինքը ունի նաև իր թույլ գոմերը։ Ինչպես բոլոր գազམ་ագերբությունները, եթե ապրող օրգանիզմ են, ունենան նաև իրենց թույլ գետերը։ Եվ այս իշխանությունները, այս խունտան կփորձեն շահագործել այդ թույլ գետերը մեծնել խոշորացույցով ներկայացնել, ադոր հիման վրա, ադոր վրա հենելով քարոզչություն կատարել, որովհետեւ ցույց տա որ տեսեք եւ այլն։ Բայց գմորնան մարդիկ, որ անտին հսկայական եւ շատ ավելի ուժեղ մեծամասնություն մգա, դարձյալ նույն ապրող օրգանիզմի մեջ, որ անսասան եւ անխախտ կմնա իր սկզբունքներուն վրա, որովհետեւ ասիգա այս օրվա խնդիր չէ միայն, ասիգա թարերը եկած ինստիտուտը բահելու առաքելություն ունեցող օրգանիզմն է, ինստիտուտն է Հայաստանի առաքելական եկեղեցին։ Մենք պատմության մեջ ունեցած ենք բազմաթիվ նման ընդգրկումներ մեր եկեղեցու կյանքերներս, մինչև իսկ մեր կաթողիկոսները մեկը համաձայնեցավ հունական օրթոդոքս եկեղեցու պահանջներուն քինի մեջ շուռ խառնելու եւ այլնի այդ իմաստով եզր կաթողիկոսը գարձեմ 8-րդ դարու չեմիշեր 50 տարի առաջ համալսարանում սովորած եմ ամորցած եմ ադորման մեր պատմիչները իր անունը ձուր գքրեին փոխանակ եզր կրելու պզր բենո այսպես գարժամանակ որ մենք ունեցած ենք 5 կաթողիկոսություններ այս բոլոր փորձություններում մեջ են անցած է մեր եկեղեցին։ Հիմա պաստորեն ասում են նաև այստեղ է նոր կաթողիկոսություն ստեղծվելու Միացյալ Նահանգներում, քանի որ ֆինանսապես հզոր կառույց է այստեղին է եւ դեմ է դուրս եկել մեր եկեղեցուն։ Հարցս հետեւյալն է, ուզում եմ նորից վերադառնամ հարցին։ Պետք է կարգալուց արվեն այդ 10 եպիսկոպոսները, թե ոչ։ Իմ համոզումովս, իմ անձնական համոզումովս ես եկեղեցական կանոններու առանձնահատկություններուն այդքան ծանոթ չեմ, ես ընդհանուր թրվածքին ծանոթ եմ, անխուսափելի պետք է լա այս հոգևորականներու կարգալույց լալը եւ կամ առնվազն պաշտոնազրկվին։
իրենց պաշտոններեն հերացվին։ Իրենց սպառած պաշտոններեն պետք է Եթե իրենք կամավոր չհեռանան։ նվազագույն չէ, եկեղեցին պիտի իրենք պաշտոնազրկե։ Այո։ Այդ եկեղեցին գնահանել։ Որովհետև երբ որ եկեղեցին քայլ չառնե, գամած կսկսի իր գարույցը թուլանալ։ Եվ չէ թույլ դար որ հասնի դերմը որ անթարնալի դառնա այդ թուլացում։ Բնականաբար այս մեկը հիմա ես չեմ ուզել եկեղեցական դերու խորհուրդ տալու մտածությունեն շատ հեռու եմ։ Չէ, մեր ակնկալիքի մասն, ձեր ակնկալիքի մասն ենք խոսում։ Իմ ակնկալությունս այդ է որ առնվազն պաշտոնազրկվին, մնացած այլևս վեհապարի եւ իրամիջական շրջապատի եպիսկոպոսներու քննելիք որոշելիք հարցն է։ Եվ ինչ որ իրենք որոշեն, ես կգարձեմ որ մեր ժողովուրդը պետք է ամեն ցևով թեգուտիգուն կանգնի այդ որոշումին։ Այո։ Եվ այս ամենը արվում է 26 թվականի ընտրությունների ընդառաջ, քանի որ այստեղ Նիկոլ Փաշինյանը նաև եկեղեցին իր վերահսկողության տակ առնելու խնդիր ունի, թեև ժամանակը շատ քիչ է։ Ըստ ձեզ, այս բոլոր գործընթացները իրեն վարկանիշը բարձրացնում են, թե հակառակը։ Այսինքն որքանով է այս եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը օգնում։ Իսկ դուք կգարձեք որ ինք մտահոգ է իր վարկանիշով։ Բացարձակապես արժեք չունին իրենց համար, իրենց վարկանիշը ցած է, բարձր է, իրենք արեմուտքին գոմե ինչպես քիչարաճսի կարտ պլանշ ունին։ Նայեցեք թե ինչ պատահեցավ, որովհետեւ հիմնավոր եմ ասածս։ Նայեցեք թե ինչ պատահեցավ Ռումանիո ընդդիմներուն մի քանի ամիս առաջ։ Նայեցեք թե ինչ տեղ ունեցավ Մոլդովայի մեջ ընդդիմներու ընթացքին։ Երբ որ 1001 տեսակի բացահայտ ապօրինություններ դեղ ունեցան, Եվրոպան քաչալերեց Մայասանդուն իրենց համար հերոսուհի էր եւ մնաց այդպեսին, որովհետեւ արեմուտքի գամագադարներ, հադրամար Մայասանդուի արած բոլոր հագաօրինական քայլերը, տեխնազուներ չկրանցելու եւ բազմաթիվ այլ քայլեր, որ արավ, այսինքն օրինակ համար 5 միլիոն մոլդովացի կա Ռուսաստանի մեջ, երկու ընդրադեղամաս բացազեր միան։ Միշտեր արեմդյան երկիներու մեջ ապրող մոլդովացիներու համար բազմաթիվ ընդրադեղամասեր կային եւ բազմաթիվ ուրիշ նման քայլ։ Աս բոլորը իրեն ներվեցան։ Ինչու ներվեցան, որովհետեւ Մայասանդուն արեմուտքի կամագադարն է։ Հիմա արեմուտքի եւ թուրք-ադրբեջանական առանցքի գամագադարը այս իշխանական խունտան է, կբեական խունտան է։ Այնպես որ այս մարտիկը ինչ ալնեն, ինչ ապօրինություն որ կորզեն, արեմուտքը պիտի զապահեր իրենց, որովհետեւ երաշխավորը իրենց վերադատրվիլ է։ Ընտիմության կմնա այլևս այս հերանեկարը տեսնելով հիմա կմնե պատրաստվի փողոցային պայքարի, որովհետեւ այս ընդդիմություններու հարցը պետք է վերածել համաժողովրդային թշկողության ալիքի։ Այդ ուժին թեմ իրապես դժվար գլա թիմատրելը, բայց կարևորը այդ ուժը մեջտեղ բերելն է, համաժողովրդային թշկողության ալիքը ստեղծելն է, շատ կարևոր է։ Այդ բարակային այս իշխանության բոլոր այդ ապօրինի քայլերը գամայականությունները գնան զրոյանան։ Պայմանա որ կսեմ ինտիմություն ունենա հասարակած օրագարկ եւ այս իմաստով գարենա ինքը հարց չի լուծվելու է փողոցում։ Դա է ձեր կարծիքը։ Այսինքն փողոցի ուժով, ես ամենայն բռնության իմաստով չէ որ գխոսեմ, չէ։ Բայց փողոցի ուժը իրապես որ պատգարելի ուժ է։ Ինտիմության կմնա ժողովուրդը իջեցնել փողոց եւ ջնշումի կորձիկ ստեղծել այս իշխանության թեմ, որովհետեւ գալի լաս երկիրը փրկել։ Ի վերջո նպատակը երկիրը փրկել է։ Շատ շնորհակալ եմ պարոն Բրուտյան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի այրնակիցներ, իմ զրուցակիցը հրապարակախոս խմբագիր Վաչե Բրուտյանն է, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։